Բարև ձեզ, Ֆակտոր TV յուրահանրային գործիչ Միքայել Հայրապետյանն է, ողջույն պարոն Հայրապետյան։ Վստահ եմ հետևում եք ինչ է կատարում եվրոպական մայրցամաքում, Լեհաստանի երկնքային կրկին դրոն է հայտնվել Տուսկի նստավայրի մերձակայքում, ըստ տեղեկությունների բելառուսներ են ազգության բարձրացնողները եւ կարելի է ասել վերջին օրերին Եվրոպան տարբեր սցենարներ է քննարկում, արդյոք Ռուսաստան ռազմական ագրեսիան իրենց դեմ կշարունակի, թե չէ, չնայած ՆԱՏՕ-ի անդամ են, ԵՄ-ի անդամ են, չնայած ԱՄՆ-ն ասում է մեր դաշնակիցներին միայնակ չենք թողնի, բայց ամեն դեպքում արտառոց էր տասնյակից ավելի դրոնների առկայությունը ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի երկնքում, հետո կգանք նաև մեր ռեգիոն, որտեղ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը ասում են, որ խաղաղության շրջան է բացվել։ Երկուսն էլ իդեպ ասեմ ձեզ։ Հա, կարող են ասել եւ երևի մերոնք ավելի խելոք են մեր տարածաշրջանի առաջնորդները, մանավանդ Վրաստան, քան այս եվրոպացիք, օրինակ հիմա չի կարելի, իրանք իրոք նեղն են, բարյականությունը թույլ չի տալիս, որ ասեմ, հիշում եմ 2007 թվականին, երբ impeachment դաշինքն էինք սարքում, ռադիո ելույթի ժամանակ ասացի, որ Եվրոպան, այս ժամանակ Եվրոպան ձյու վրա էր, կարելի էր էլի ասել, Եվրոպան խնդիր չէ, այստեղ մեզ համար խնդիրը Միացյալ Նահանգներն է, այդպիսի դաշնակից պետք է ունենանք։ Դե չէ, Եվրոպան շատ վաղուց, դեռ մի 100 տարի առաջ, Օսվալդ Շպենգլերը հենց այդ վերնագրով գիրք ունի, Եվրոպայի մայրամուտը, քաղաքակրթորեն ավարտված, դրոշակը Եվրոպայից մայրցամաքից տեղափոխվել է, վաղուց ի վեր տեղափոխվել է ամերիկյան մայրցամաք, այսինքն ջատագովը, արևմտյան քաղաքակրթության եւ ջատագովը եւ ջահակիրը Միացյալ Նահանգներն է, կարծեք թե այդպիսի մի բան ասած, որ մենք ենք պաշտպանները արևմտյան քաղաքակրթության, այդ Միացյալ Նահանգների փոխնախագահը, կարծեմ թե ինքն ասած այդպիսի մի արտահայտություն արեց։ Հիմա որ ասեմ դրանք պարավոց օրիորդներ են Եվրոպայում, ուղղակի շպարված դիմափոշիով վատ կլինի, որովհետև մեզանում ես գիտեմ ինչքան հորթի հրճվանքով սպասում են Եվրոպա գիրկը նետվելու, այդ տարեց կնոջ գիրկը նետվելու, բայց հաղթում են երիտասարդներն ուժեղները։ Թրամփը փչեց այդ փոշին, ասես պարզվեց, որ օրիորդը տիկին է մեղմ ասած կամ զառամյալ կին է։ Թրամփը ամենամեծ լավությունն է անում Եվրոպային, այն ինչպես Ձենովոհանն էր գոռում, հորի մեջ փակված դավթին, ասում էր մի հատ քեզ թափ տուր։ Հիմա ասած, եթե դուք կաք, հələ մի հատ ձեզ թափ տվեք։ Սկսեք ինքներդ ձեզ պաշտպանել։ Այո, հիմա կտեսնենք Եվրոպան իրոք Շպենգլերի ասած մայրամուտի մեջ է, արդեն ավարտվում է, եւ որպես թոշակառու պարզապես նրա զավակը Միացյալ Նահանգները նրան պիտի թոշակ նշանակի եւ պահի։ Դե Եվրոպան ինքնին ուժային կենտրոն կարող է լինել, մարդիկ իրենք էլ չէ եվրոպացիները հայտարարում են, որ մենք ուզում ենք Միացյալ Նահանգների, Չինաստանի, Ռուսաստանի նման մենք էլ լինել, մեզ խաղից դուրս մի թողեք, բառաց են արտահայտում։ Ամենառաջին դեմքերը Եվրամիության։ Այնպես որ այստեղ ավելի շատ մեզ պիտի հետաքրքրի թե այս չլուծված դեռևս իրենց հստակ կարգավիճակում իրենց հստակ աթոռին չնստած ուժերը եթե այս վիճակում են մենք ինչպես ենք կարողանալու կողմնորոշվել, որովհետև որևէ բան բացառված չէ, գուցե Եվրոպան շատ բարձրանում է, գուցե զոհաբերում են Եվրոպային ուրիշ տեղում ինչ-որ բան վերցնելու համար կամ Եվրոպայի ինչ-որ հատված են զոհաբերում, ինչպես որ օրինակ ասենք ուկրաինացի ժողովրդի ողբերգությունը եղավ, դա իրոք ողբերգություն է։ Մենք դեռ 1 միլիոն զոհերի մասին ենք ասում, իսկ քանի միլիոնը գնաց եւ ովքեր են գնացել, գնացողներն են երիտասարդներն էին, որոնք պիտի զավակներ ունենային եւ Ուկրաինան, որ սովետական միությունի երկրորդներ պիտի լիներ, հիմա չկա։ Դա ում շահերից է բխում։ Արդյոք միայն Ռուսաստանի, թե այնտեղ ուրիշ շահագրգիռներ էլ կային, գուցե նրանք ում հետ այդ տիպով եթե Ուկրաինան մտներ Եվրոպա նրանց համար լուրջ մրցակից էր լինելու։ Այսպես որ ամեն ինչ միանշանակ չէ եւ շատ սոսկալի է սև ու սպիտակով դատելը։ Դրա համար մենք մեր մասին պիտի մտածենք, մենք ոնց ենք կարողանալու մանավանդ այս աստիճանի ցածր մտածողության պարագայում գլուխ անել մեզ կուլ են տալ ուղակի եթե այսպես
տգետել մնացինք, շարունակեցինք տգետել։ Մեր թեմաները պարտադիր կգանք, հատկապես որ վերջին շրջանում կան նորություններ, պարոն Հարապետյան, որ կուզեի անպայման ձեզ հետ քննարկենք, ինչ է ուզում Ռուսաստանը։ Ձեզ հասկանալի է, որովհետև վերլուծական շատ լուրջ շրջանակներ, կազմակերպություններ, օրնիբուն նստած պես մտածում են, ինչ բանաձև առաջարկեն Ռուսաստան, որ պատերազմը կանգնեցնի, Թրամփը պրո-թրամփյան ուղեղային կենտրոններ կան, որոնք տնտեսական համագործակցության հնարավորություններ են առաջարկում Չինաստանից պոկել, չգիտեմ, բայց Պուտինը թվում է խորհրդակցում է պատերազմի շարունակման շուրջ կայսրերի եւ կայսրուհիների հետ, ինչպես ռուս պաշտոնյանից մեկն էր, Խոստովանել, եթե չեմ սխալվում, Լավրովը, եւ տնտեսական օգուտներ, համագործակցություն, պատժամիջոցներից դուրս գալ, անգամ Ղրիմը իր տարածք ճանաչել, դա նրան կարծես բացարձակ չի գայթակղում։ Ինչ կա նրա գլխում, մենք հասկանում ենք որպես Հայաստանի քաղաքացի, որը հարևան է ըստ էության այս երկրին։ Մենք շատ կուզենայինք, որ հասկանանք, բայց չենք հասկանա, որովհետև մենք մեծ մեղք ունենք։ Կարելի է սրա հոգևոր ակունքներից սկսենք։ Օրինակ 1930-ական թվականներին, երբ որ հազարներով գնդակահարվեց հայ մտքի ծաղիկը, մեր մեծագույն բանաստեղծն ու մեծագույն արձակագիրը Չարենցն ու Բակունցը ոչնչացվեցին, մեր մեծագույն երգիծապանը Լրկամսարը անկյուն դրվեց, այլ մյուսների մասին չեմ ասում, ինչ պայծառ ուղեղներ ոչնչացվեցին։ Այնքան հետաքրքիր է, երբ որ Խրուշչովյան շրջանն եկավ, որին հալոցքի ժամանակաշրջան են ասում, ռուսները տեսեք տվեցին Պաստերնակ, տվեցին Սոլժենիցին եւ ելի շատերը, որոնք համակարգային մերժման հասան։ Մերոնց առավելագույն բանը որ տառապել են, Ստալինն իրենց տառապեցրել է խայտառակ ձևով եւ Ստալինը իրենք էլ գիտեն, որ Ստալինը չէ դա։ Բայց միևնույն ժամանակաշրջանին անվանում են Ստալինյան շրջան, չեն ասում կոմունիստական, ինչպես որ Սոլժենիցինը կարող էր ասել։ Այսինքն համակարգային մերժման չեղավ։ Հիմա մենք ըստ էության անգիտակցականի մակարդակում կամ տաստած որ անգիտակցականում չլինի, այսինքն մինչև վերջ հոտած չլինենք։ Ենթագիտակցականի մակարդակում մենք մնացել ենք նույնը, հիմա ասում ենք Պուտինը, վախենում ենք ասենք Ռուսաստանը։ Եթե մենք ասենք Ռուսաստանը, մենք կտեսնենք լավ այդ երկիրը ինչ շահեր ունի, չէ՞ որ ինքը աննորմալ չէ, մի ամբողջ երկիր, որ մյուսին արունակամ անի եւ դեռ այդքան էլ զոհեր տա հենց այնպես։ Եթե իրոք մենակ ղեկավարից կախված լիներ, այդ ղեկավարին վաղուց վերացրած կլինեին, հենց իրենց գեներալիտետը վերացրած կլիներ։ Ուրեմն կնշանակի Ռուսաստանում համաձայն չեղողները թողել դուրս են եկել, մնացածն ովքեր մնացել են, նրանք լավ էլ համաձայն են։ Ուրեմն պիտի մտնենք նրանց մտքի ուղեղի լաբորատորիան, հասկանանք լավ ինչ են ուզում իրենք կարգավիճակ են ուզում, չէ՞ որ ունեցել են այդ կարգավիճակը։ Պետրոս, այո, աշխարհի հարցերը տնօրինողների շարքում լինել, չէ՞ որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկու բևեռ կար, Միացյալ Նահանգներն էին հաղթողը եւ Սովետական միությունը, Անգլիան նույնիսկ չկար այդտեղ։ Անգլիան իր դիրքերը զիջեց, իր դրոշակը տվեց, տեղափոխվեց Մեծ Բրիտանիայի դրոշակը երկրորդ համաշխարհայինից հետո տեղափոխվեց Միացյալ Նահանգներ։ Հիմա հանկարծ բսկտված է այդ երկիրը, ընդ որում իր ցածրակարգ լինելու պատճառով հիմա կարող եք ասել, որ մի քիչ դա ռասիստական կամ ֆաշիստական բան է, իր ժողովրդի ցածրակարգ լինելու պատճառով Ռուսաստանը չի կարողանում այլևս չի կարողանում հունչ դառնալ ժամանակակից աշխարհին։ Եվ ամենևին էլ 100%-անոց չէ, որ երկու հատ վրացի տղա Ստալինի ու Բերիայի նման կգնան նորից այդ ողորմելի թշվառ երկիրը կսարքեն համաշխարհային երկիր։ Այն մի ժողովուրդներին եւ հենց ռուս ժողովրդին էլ ոչնչացնելու գնով։ Այսինքն մենք լրիվ ուրիշ միջավայրում դրել ենք ինչ-որ Պուտինի խնդիրը չէ, այտենց հա ես ծափահարում եմ Բայդենը հենց եկավ իշխանության Պուտինին ասաց մարդասպան, է որ մեկը մարդասպան չի։ Պերմյակովը մարդասպան չէր, որ մեկը դրանցից մարդասպան չէ, ռուսական իշխանության կամակատարների կամ հենց իշխանության մեջ գտնվողներից, բոլորն են այդպիսին։ Այսինքն դա պիտի մի կողմ դնել։ Պուտինին ուզում է Պուտին չլինի, տեղը Նիկոլայ II բերեն կամ Ալեքսանդր III բերեն, դրանք բոլորը նույնն են։ Մենք պիտի հասկանանք, որտեղ է, որ նրան շահը կարող է մեր շահին համընկնել եւ որտեղ է, որ կարող է բախվել։ Իսկ դա հասկանալու համար պիտի հասկանանք Ռուսաստանն այսօր այն ուժ ունի, որ ինքը դառնա վճռորոշներից մեկը, այո, կրիտիկական մի բան ունի։
կարմիր կոճակ ունի ինքը, այո։ Միջուկային երկիր է, ընդ որում ոչ երկրորդական, Միացյալ Նահանգներից հետո իսկ տեղտեղ որոշ տեսակներով հենց միջուկայինով Ռուսաստանն առաջինն է, որ ունի։ Այդքանով այո, բայց քայքայված տնտեսություն եւ հարբեցող զզվելի ժողովուրդ Ռուսաստանում, այն մտավորականությունը փիլիսոփայական շոքենավերի նման թողեց գնաց, այսել երկրորդ անգամ ռուս ժողովրդին այսպես քամում են, ինչքան որ բանում ոնց է ասում Աստվածաշնչում, մի երկիր, որ սպանում է իր մարգարեներին, հա, Ռուսաստանն իր մարգարեներին դուրս է նետում եւ տակը բիդլոն է մնում։ Եվ չզարմանաք, որ այն 3 մետրանոց նեանդերթալյան դեմքերով տպերը կլինեն վաղը Ռուսաստանում, եթե անգամ Պուտինին գցեցին, որը ավենևին էլ ոչ հավանական չէ, այդպես չի որ, հա, եթե մանավանդ Կովկասը կորցնի ինքը։ Շատ լավ տեղ եկանք։ Տեսեք, վարչապետ Փաշինյանը մեկ-մեկ այսպես անկեղծության ժամ է հայտարարում եւ խոսում նրանից, որ մեր հայրենասիրությունը, այս ռեգիոնում ապրելու կանոնները կայսրությունն է մեր ներսում ներդրել եւ դա սառը պատերազմի տրամաբանության մեջ է, որ կան հավերժ երկու թշնամիներ թուրքեր եւ ադրբեջանցիներ, դուք ունեք օբյեկտիվ ցավեր, ցեղասպանության ցավը, տարբեր այսպես պրոբլեմատիկ արյունոտ էջեր եւ այլն, բայց դուք դատապարտված եք ըստ էության իրար սպանել, մորթել, կոնֆլիկտ, գրավել, չգիտեմ, ցավ պատճառել, այս կոմենկոմ եւ ես կգամ ձեզ կփրկեմ, այսինքն դա ասում էր ռուսական կայսրությունը, դա ասել է Խորհրդային Միությունը, դա ասել է այսօրվա Ռուսաստանի Դաշնությունը։ Դուք ըստ էության սա է ասում, հա, դուք ինչ եք մտածում այս մասին, հնարավոր է դուրս գալ այս շրջապտույտից եւ վերջին շրջանի հայ-ադրբեջանական համաձայնությունը, ասենք Վաշինգտոն, դուք արդյոք այդ խոշոր տրամաբանության մեջ կտեղավորեք, արդյոք այնքան են հասունացել պետական գործիչները երկու երկրում, որ եկել են այն եզրահանգման, որ մենք կարգավորենք հարաբերությունները, թույլ չտալու մեր կոնֆլիկտը ցավերը, իրական ցավերը, հա, մանիպուլացնել եւ, այսպես ասենք, կառավարման մեջ առնել այս տարածաշրջանը։ Ընդհանուր գծի հետ կապված բնականաբար բան չունեմ ասելու, շատ ճիշտ է, իհարկե։ Կայսրության հայրենասիրության կայսերական կերպն է մեզ ներարկված հարց չկա այդտեղ, դա հասկանալի է, որովհետև մինչև ռուսների 1801 թվականը մինչև Կովկասյան լեռնաշղթայի այս կողմ անցնելը ազգային հողի վրա մեր մատենագրության մեջ ոչ մի արձանագրված տող չկա, որ ազգային հողի վրա հայ-թուրքական ընդհարումներ են եղել։ Թուրքերը Հայաստան պետություն չեն գրավել, երբ որ մտել են այս տարածաշրջան։ Դա եղել է Բյուզանդիայի մի ծայրագավառը, ում պատճառով հայ սրիկա իշխանների էլիտայի եւ հայ եկեղեցականների, եկեղեցական վերնախավի։ Մենք այլևս պետականություն չունենք, այսինքն ինքը գրավել էր Բյուզանդիայից։ Այսինքն մենք դրանից հետո 100-ամյակներ, դա 1047 մեր պետականությունը հանձնել են, կտակել են ըստ էության իշխանները Բյուզանդիային։ Ինչ կտակը չի, հա, լավ, կտակել ենք 1045-ին վերացավ, մեր վերացրեցին մեր ճիվաղները, մեր պետականությունը թագավորին աքսորելով, հա, կուտը տալով թե գնային, իմանալով թե այնտեղ ինչ են բերելու թագավորի գլխին, Գագիկ թագավորի։ Այստեղ ընդամենը տարի ու կես հետո առաջին ներխուժումներն եղան 1047 թվականին։ Ու թուրքերն եկան, ընդ որում շատ քիչ եկան, բայց քանի որ պասիոնար էին իրենք, ավելի մարտական էին, թեկուզ եւ մեր պատկերացրած մշակութային բանաձևում իրենք շրիշակի մակարդակի էին, իրենք կարողացան ընդամենը նարեկացուց մի քանի տարի հետո կես դար չանցածել իրենց մշակույթը պարտադրել մեզ։ Իրենց մշակույթը 1000 տարի է պարտադրված է։ Նայեք մեր վարչապետին, լավ նախադասություն է ասված, հարց չկա այդտեղ։ Պարտադրված է վարչապետի ազգանունից սկսած, մինչև վարչապետի խոսույթ, ինչ է խոսում, ինչ դիսկուրս է բերում, եւ ինչ բառերով է բերում, եւ ինչպես են նրան պատասխանում։ Սա մեր ողբերգությունն է, ողբերգության ցուցադրություններ։ Ափսոս, որ ինձ ուղարկեցին եւ ուղարկողին հարգում էի, ստիպված նայեցի այդ 12 րոպեանոց բան այդ ուրախ կլինեի, որ գոնե կարդացած լինեի։ Չնայած գուցե հիմա եմ ուրախ, կարող ենք վերագրել, որ չեն կարդացել Ստեփան Զորյանի ցանկապատը, դրա համար են
Եւ այս կողմից դերասանների կողմից եւ վարչապետի կողմից էիտ աստիճանի ցածր մակարդակի, երբ որ մտածական ցանկապատը թողած, այն ոչիլի անեկդոտի նման, ինչ գիտենք, պատտում են գնացեք այդ տավուշում տեսեք իրանց գյուղում դպրոց ենք սարքում, Փարիզ մենք սա հայտարարություն է։ Մենք երբ պիտի այդ բիդլոյի անեկդոտների մակարդակից վեր կարողանանք բարձրանալ, մեր շուրջն ինչ է կատարվում, համատարած համաշխարհային խենթություն, խելագարություն։ Այնպես որ այո, իսկ Ալիևի հետ կապված, որ ասացիք այդ երկուսով պայմանավորվում են բան, վերջերս Ալիևը այսօր էր ոնց որ Թուրքիայի ԳՇ պետին ընդունել եւ ասել, որ խաղաղության շրջան է բացվում, սա մարդ է, որը բացարձակ կոմպլեքս չունի հայերի դեմ ատելություն սերմանելու իր շրջանում, իր ժողովրդի շրջանում, բայց նաեւ խոսում է այսպիսի բան, մենք հաճախ մեզ մոտ արձագանք ստանում են պես ասենք հակահայկական թշնամական նարատիվներ, որ Ալիևից գալիս են, նման խոսույթներ էլ կա, ես կուզեի հասկանալ, սա իրական այսպես մտադրությունների մասին կարող է լինել։ Նայեք, եւ իմ կներեք, որ ընդհատում եմ, իմ այն հարցի երկրորդ մասը չմոռանաք, արդյոք Հայաստանի, Ադրբեջանի այս տարածաշրջանի ժողովուրդների առաջնորդի եկել են գիտակցական այն մակարդակին, որ հերիք է իրար սպանել եւ թույլ տալ օտար ուժերը գան եւ այդ մեր ցավերը մանիպուլացնելով բոլորիս էլ ըստ էության իշխեն։ Արդյոք սա այդ մասին է, թե սա նոր խաբեություն է, ինչ եք դուք տեսնում։ Երանի թե այդպես լիներ, կարծում եմ թե գալիս ենք դրան, բայց չենք եկել ամենևին էլ, որ սա ուրիշի խաղ է, որ Ղարաբաղի հարց գոյություն ուներ մենակ հայերի եւ ադրբեջանցիների համար։ Ղարաբաղի հարց ոչ Ռուսաստանի, ոչ Եվրամիության, ոչ մեկի համար չկա։ Դա նրանց համար առաջ գնալու, հետ գնալու ընդամենը փոքրիկ մի հատ տարածք էր։ Գիտեք, ռուս-չինական սովետական շրջանում, սովետա-չինական սահմանի վրա այդ վարացողերը, որ սահմանախախտների հետքերն երևան, երբեմն ավելի մեծ, ավելի լայն տարածքներ էին, քան Հայաստանի ամբողջ տարածքն էր։ Այսինքն նրանց չափումներում, եթե տեղավորվենք, հասկանանք իրենք ոնց են մտածում։ Մենք կտեսնենք նրանց վերաբերմունքի բուն ակունքայինությունը, բայց չենք տեսնում։ Իսկ որ Ալիևին եք ասում, նա ԿԳԲ-ի գեներալի տղա է, ՄԳԻՄՈ ավարտած։ Երևանցիները, չգիտեմ, գուցե նաև ուրիշները ունեն այսպիսի բան, որ դրանց եւ մարմնավաճառների խոսքը հիմք չէ, ասնավանի չի, հա, ԿԳԲ-շնիկի ասածը։ Այսինքն ինքը ինչ էլ ասի, դա էլ ասի, դրա հակառակն էլ ասի, երբեք վստահել պետք չէ, որովհետև մարդիկ գործում են ելնելով շահերից։ Այդ մաֆիոս կինոներում ոնց է, որ նայում են ընկերոջ աչքերին, արցունքն աչքերին բան ասում է, բայց դες ինչ կարող անել, ես պարտավոր եմ քեզ խփել ու խփում է։ Եթե անգամ ուզենայել, չնայած ուզենայել, որ կռիվ չլինի, բան միևնույն է, եթե պահն եկավ ինքն անելու է, որովհետև մենք նման ենք են տարածաշրջանն ամբողջությամբ, այն առնետին, որ մցված է խողովակի մեջ, բայց խողովակն այնքան նեղ է, որ ինքը պատտվել դուրս գալ ուրիշ տեղից ելքեր տալու հնարավորություն չունի, ուղղակի մինչև վերջ պիտի գնա։ Հիմա կարող է թվալ, թե Ալիևը հանգստացավ, որովհետև իրանց ազգային հերոսը դարձավ, քանի պրեզիդենտ կորցրեցին, բոլոր պրեզիդենտները Վեզիրովից, Մութալիբովից սկսած տարածքները կորցրել են, այդ մարդը բոլորի կորցրածը բերեց, հələ մի բան էլ ավելին, լսում է ուրիշ տարածքների վրա էլ աչք ունեմ, թվում է թե, բայց Ադրբեջանը իրոք կարծում եք, որ քառակուսի կիլոմետրերն են պետք։ Այստեղ էլի մենք չենք հասկանում Ադրբեջանն ինչ է ուզում։ Ադրբեջանի ուզածը մեզ է ավելի վնաս, թե ուրիշների։ Ադրբեջանը կարգավիճակ է ուզում։ Ես ասում եմ, ինչքան իմ երկրում կամ երկու այնքան Իրանում կամ։ Հենց այդ Իրանում եղած տարածքում են նավթի հանքերը։ Ես էլ հսկայական նավթային պաշարներ ունեմ։ Տարածաշրջանի հեգեմոնի կարգավիճակ։ Այո, տարածաշրջանի հեգեմոնի։ Մանավանդ որ աշխարհը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հավասարակշռումների հիմքով է կառավարվել։ Հիմա այս հավասարակշռումները Իրանը եւ Թուրքիան են եղել մշտապես այս հավասարակշռումները։ Իրանի խնդիրը որ դրված է ոչ ոք չի կասկածում։ Մակընթացությամբ եւ տեղատվությամբ լուծվում է Իրանի խնդիրը։ Դա սկսվեց այն պահին, երբ որ պաղեստինցիները մտան, եւ այդ մի քանի հրեային հոկտեմբերի 7-ը, այո,
Այդ պահից սկսվեց Իրանի խնդիրը։ Թվում էր թե Իրանի հետ կապ չունի, բայց ինձ առաջի հերթին կարծեմ ձեզ մոտ ասել եմ, հենց այդ օրերն եմ ասել, այո։ Իրանի խնդիրը լուծվելու է։ Բայց հավերժ չեն թողնելու տերտերների ձեռքը մնա։ Այդ այնց էր այս տերտերներին թող Նիկոլը թողեր գային իշխանության, էլի։ 21-րդ դարում անլուրջ է դա։ 20-րդ դարում էր նույնիսկ անլուրջ։ Կիպրոսում մի անգամ փորձեցին այդպիսի բան անել, Կիպրոսը կիսվեց։ Նույն ձևով կիսվելու է, դարճակատագիրն Իրանին բաժին է հասնելու, այսինքն Իրանի ջրի վրա փլավ գցողներն էլ թող մի քիչ ստապ մտածեն։ Իրենք իրենց հորթայնության ոչնչով չեն տարբերվում արևմտյան հորթերից, հայ արևմտամետ հորթերից եւ ռուսական ագենտներից, որ sense քաղցկեղի հիդրայի շոշափուկների նման մխրճվել է երկրի մարմնի մեջ եւ ժողովրդի գիտակցության մեջ։ Սա դժբախտություն է։ Նույնպես որ Ալիևը կարող է այդպես ասել, բայց ինչու է այդպես ասում։ Կա այդտեղ ճշմարտություն, իհարկե կա։ Թուրքիան ինքը իրեն գցել էր Սարդոստայնի մեջ, երբ որ մերոնք Կարվաճարը ժամանակին վերցեցին 93 թվականին, այդ պահից ճանապարհները փակեց Թուրքիան։ Եվ հետո իր հետագա բոլոր քայլերը պայմանավորում էր իրենց ասած գրավյալ, իսկ մեր կարծիքով մեր ազատագրյալ տարածքներից հայկական զորքերի դուրս բերմամբ։ Հիմա այդ խնդիրը չկա, Թուրքիան պիտի օրենքով առաջինը, այլևս խնդիր չկա, առաջինը ինքը հայտարարել, որ բացում է։ Բայց քանի որ ինքն արդեն տասնամյակներ շարունակ այդ ոստայնի մեջ, ասում է լավ կստորագրեք, նոր կբացենք։ Դա ընդունված պրակտիկա է, մերոնք էլ ասցին, չէ՞։ Այն նույն պահին, երբ որ ստորագրվեց, մենք կհրաժարվենք այդ Մինսկի խմբից, այդ նույն պահով սովորական դիվանագիտական բան է, բայց մերոնց են ոչ հրճվանքն եմ հասկանում, որ վայ, հեսա Թուրքիայի այդ բաները կբացվեն, մենք երջանիկ կլինենք սահմանները բացվելիս եւ ոչ էլ անկալելի է որ աման ողբերգություն է լինելու, եթե Թուրքիայի հետ սահմանները բացվեն։ Գիտեք, այս ծայրահեղությունն է վտանգ, ծայրահեղություններն են վտանգավոր։ Ոչ հաշվարկված։ Նույնիսկ հաշվարկված մեր հոգեբանության մեջ գոյություն ունեցող ծայրահեղականություններն են վտանգավոր։ Կարծեմ մի օր կործանվում ենք, մի օր երջանկությունից ուշագնաց։ Հա, իսկ այդ արագ փոփոխությունները ցանկացած հոգեբանության դասագրքում գրված է, որ հոգեկան շեղման ցուցիչ են դրանք։ Մենք հիմա հոգեկան շեղման մեջ ենք։ Տեսեք, իրար ավելի շատ են ատում մերոնք, մեր ներսի բեկորները, քան այն որ դրսից մարտահրավեր են ռուսներին, թուրքերին, ովքեր որ կարող են պոտենցիալ վտանգ սպառնալ մեզ։ Իրար շատ ավելի այնքան եմ նմանեցնում դա 1995-96 թվականների իրադարձություններին, երբ որ թվում էր թե հաղթանակած պետություն ենք, նույնիսկ երազել չենք կարող, մեր երազանքներ լղիմը պահելը, լղիմի կրկնակի չափ տարածք ենք վերցրել, հաղթական զինադադար ենք կնքել, թեկուզ ժամանակավոր, ամեն ինչ ոնց որ նորմալ է, բայց հենց իշխանության մեջ, այնտեղ լուսահոգի Վազգեն Սարգսյանի, լուսահոգի գիտեմ Վանո Սիրադեղյանի, լուսահոգի Էդիկ Եգորյանի, Բագրատյան բան, դրանց թիմերն առանձին արդյունաբերողներ, բաներ, իրար ավելի շատ էին հոշոտում, կան ընդդիմությանը, նույնիսկ հոշոտել ընդդիմությանը պետք չէ, էլի, մրցակցել չկա։ Եվ ինչ եղավ, դրանից ընդամենը ամիսներ հետո, 1 տարի հետո Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Հիմա սրանք են ինչ որ քաղաքապետ, ինչ որ բան, դուք տեսնում եք ինչ է կատարվում քաղաքում։ Ներսում ոգի են ջարդում։ Կարող եմ նաև առարկայական օրինակը բերել։ Ուղղակի չասելով ինչ է, բայց եթե պետք է, անենց կուզեմ որ ասեմ։ Օրինակ ասենք այգիներից մեկը անընդհատ այդ ռեպորտաժները տեսնում եմ, այգիներից մեկի մասին ժողովրդի ականջը կաթեցնում են, իբրև մի հատ անբարեխիղճ տնտեսվարող այգին չորացնում է, չի ջրում, այն դեպքում, երբ որ այդ պայմանագիրը կնքելիս, այդ մարդուն ասել էին արի սրճարանը քանդի, նորը սարքի այդ սրճարանը, այդտեղից գոյացած գումարները դիր այգին բանը։ Չէ, բայց միևնույն է, եւ քաղաքապետարանն էր փող տալիս, եւ այդ ջրումներն էր անում, եւ չգիտեմ, տարբեր հոսանքի լուսավորության բան։ Լկտիության աստիճանը նայեք։ Ոնց են մեր ժողովրդին խափում։ Այսինքն մեր քաղաքապետարանը մեր ժողովրդի թշնամին է։ Մեր քաղաքապետարանը մեր ժողովրդին այգուց զրկել է, բայց հələ դա էլ մի կողմ։ Ոնց են սուտ խոսում։ Ոնց են լկտիաբար ստում, իսկ ովքեր ստում են, որ հանրույթներում իշխանությունները ստում են, դրանք կործանման են դատապարտված։ Ես ինչու հայկական ալիքներ չեմ նայում, հեռուստաալիքներ, եթե նայում եմ ռուսական ալիքներ, որտեվ հաճույք եմ ստանում, տեսնում եմ այնտեղի կեղծիքը եւ վստահ եմ, որ երկար կյանք չմնաց այդ չարիքի կայսրությանը։
գուցե դրա ճիրաններից կազատվենք, որովհետև ստի տոկոսը որքան բարձր է, այնքան ինքը անդունդի եզրին ավելի մոտ է։ Հիմա մենք ահագին մոտ ենք անդունդի եզրին, կեղծում են ու այդ լկեղծիքը միկո, այդ աստիճանի էլ տգետ ենք, ախր, շատ տգետ ենք, ոնց կարելի է խոսել չիմացած բաների մասին, չկարդացած բաների մասին, պատմությունից դաս չվերցնել։ Այդ մի նախադասությունը հրաշալի էր, հարց չկա։ Այո, իհարկե, կայսրության ներարկած հայրենասիրությամբ ենք մենք դատում։ 200 տարի թաքնվելով ռուս զինվորի աճուկների հետևում, գլուխներս դուրս ենք հանել, հայհոյել ենք Թուրքին ու նորից հետ ենք քաշվել, իսկ ռուս զինվորը մեզ ամեն այդ հայյանքի համար կրկեսի շնիկի նման, ասենց բերաներս հաբը դնում էր, ասում էր մի հատ հայուի Թուրքին, մենք հայում ենք ու ասում էր տեսնում եք, չէ, ես չլեմ, հիմա թուրքերը այդ հայյանքի համար ձեր գլուխը պոկել էին։ Չեք հավատում, որ կպոկեն։ 15 թվական եկավ հասավ Աբդուլ Համիդից մինչև Աբդուլ Համիդին Լոբանով Ռոստովսկին էր հորդորում, ասում էր կոտորեցեք ձեր այդ գերազանցություն, կոտորեցեք, բացեք Լեոյի անցյալից ուշագրությունը, բառացի ես մեջբերումն արեցին, այն չի որ ատելության խնդիր կա այստեղ։ Ես կարծում եմ, ես ավելի շատ եմ, ավելի ուժգին եմ Ռուսաստանը սիրում իրենց Եսենինի, քան իրենք են իրենց Ռուսաստանը սիրում կամ կապված են, իրենք Ռուսաստանի գերեզմանափորներն են։ Եվ Ռուսաստանի ղեկավարությունը, եւ ստեղի ռուսական ագենտուրան, որ ամեն տեղ է լցված, ասում եմ 30-ական թվականների չեկիստների սերունդը չի կորել, դրանք հիմա էլ կան եւ գործում են, ինչպես Ստեփան Զորյանն էր ասում։ Այ պարոն Հարապետյան, այսքան տառապանքներ, այսքան պատերազմներ, արյուն, ոչ խաղաղության շրջան, արտագաղթ, աղքատություն, քաղաքական ներքին ցնցումներ, սա մեր շատ ահաբեկչություններ եւ այլն, մեր վերջին 30 տարվա պատկերներն են, հա։ Աղետներ, որոնք հազարավոր մարդկանց կյանք են խլել եւ քաղաքական գործիչները մարդկանց կյանքը շատ հաճախ չեն արժևորել, քան այն հողը, որը պետք է պահեն այդ մարդիկ եւ այլն, հա։ Հոգ չէ, որ հետո ասեն մենք սխալվեցինք, կներեք մեզ եւ այլն։ Այդ ո՞րն է մեր եզրակացությունը, որովհետեւ որպես ժողովուրդ լավ, վատ, ոնց որ այս տարածաշրջանում ենք դեռևս առաջիկա մի 100-ամյակը հուսամ, մեծ արտագաղթ մեր երկրին եւ կործանում չի սպասվում եւ պետք է ապրել, հա, պետք է ապրել, պարզունակ բան, բայց այդ ապրելը ենթադրում է կանոնների լրջագույն մշակում, հա, յուրաքանչյուր մեր կյանքի կանոններն ունեն, չէ, ինչ անել, ինչ չանել, որպեսզի շրջապատը մեր գլխին անընդհատ չխփի եւ չվիրավորի։ Դա ուրիշ։ Այդտեղ համաձայն եմ, մինչև այդ ասածը մի քիչ վերապահությամբ է ընդունում։ Պետք է ապրել, ասում եք։ Թեկուզ ապրել բառի արմատը ապուրն է, ճաշը, հա։ Բայց այս 1700 տարին, երբ քրիստոնյանք հենց այնպես է անցել մեր կողքով, չէ՞ որ ասում են ոչ միայն հացով է կենթանի, այլ այն ամենով իր դուրս է գալիս որ բերանից, այսինքն հոգևոր հացով։ Այլապես ընկնելու ենք մեր պետության ամենաբարձր տգետների օրը եւ կրկնելու ենք, որտեղ հաց այնտեղ կա։ Ես գիտեք, շատ փնտրել եմ ուրիշ ժողովուրդների մոտ կա այդպիսի մի ասացված, չկա։ Դա ստորության գագաթնակետ է եւ մենք դիտմամբ ստորություններն ենք վերցնում եւ սարքում դրոշակ։ Վարչապետն ասում է այստեղ հաց, այստեղ կաց, իդեպ։ Այո։ Միշտ էլ ավելի լավ հացեր կգտնվեն ավելի հեշտ տեղերում։ Քարից հաց քամել պետք չի լինի որտեղ հանգիստ կապրես։ Դուք տեսեք, ապրելու մասն եք ասում, էլի հանգիստ ապրելու մասն չէ։ Ուզում եք հանգիստ ապրեք, վերկացեք գնացեք Բահամյան կղզիներ, գնացեք Նորվեգիա։ Ինքնախաբեությունը, այսինքն այդ ցանկությունը։ Չէ, մանիպուլյացիա կա այստեղ, որ նպատակը հանգիստ ապրելն է։ Դա հենց Նիկոլ Փաշինյանի քաղաքական փիլիսոփայությունն է, դինջ ապրել, որ շատ հրաշալի ձևակերպել էր մի աղջիկ Տաթևիկ Հայրապետյան, ես իրանից սովորեցի այդ հարցազրույցից, շատ լավ էր ձևակերպել, համառոտ ու ճշգրիտ։ Այդ դինջ ապրելն եք ուզում։ Հնարավոր չէ ձվածեղ երբել առանց հավկիթները ջարդելու։ Հիմա ասում եք այսքան զոհեր բան, բայց իհարկե զոհեր պիտի լինեն։ Ցույց տվեք մի ժողովուրդ, որ անկախության է ասել եւ դրա համար զոհաբերություն չի արել։ Դուք հենց հիմա, երբ որ ձեր գրիչի թանակն ավարտվի, գնաք խանութից գրիչ առնելու, դուք ձեր գրպանի պարունակությունից պիտի զոհաբերեք,
Առանց զոհաբերության ոչինչ չի լինում։ Մեծ բան եք ուզում, հայրենիք եք ուզում, ուրեմն ավելի մեծ բան պիտի զոհաբերվի։ Առանց զոհաբերության չի լինում։ Ես հիշում եմ Նավասարդյան Աշոտներ մի անգամ միտինգներում լուսահոգին հրաշք կերպարեր Աշոտը։ Ասում էր առաջ թագավորներն իրենց զավակներին էին զոհաբերում եւ ոչ թե քոսոտայցերի։ Մարդկության մեջ առաջին այդ ըստ Աստվածաշնչի առաջին զոհաբերությունը եղավ հենց դա խաբեության վրա։ Այդպես չեն արել, չէ՞, սոցիալական անարդարության զգացությունը հենց այդտեղից է եղել, որ իրենց զավակներին այս կոնֆլիկտներից եւ պատերազմներից փախցրել են եւ աղքատ մարդկանց զավակներին են, այսպես կրակի։ Դա էլ կա, էլի։ Մեծավ մասամբ ճիշտ եք ասում, բայց օրինակ այդպես չի։ Լևոն Տեր-Պետրոսյանի զավակը բանակում ծառայել է։ Ռմբակոծությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանն իր զավակներին նկուղներում Ստեփանակերտում պահում էր, բայց դուրս չբերեց։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի տղան պատերազմի ժամանակ գնաց։ Եկեք եթե վերապահումներ ունենք, եթե չենք սիրում, այնուամենայնիվ սովետական մենթի նման մեջ չպայենք, գրպանները պլան չգցենք։ Ուրիշ բան, որ նրանք այնքան թուլակամ էին, այնքան վատուժ էին, որ ինչ երկիր մեզ նոր գալիք սերունդներին ինչ են ժառանգում իրենք, ինչ երկիր են ժառանգում։ 4 գողականով կարող են ասել, ինձ հավաք, այսքան տվել է, այսքան էլ ստանամ։ Բացարձակապես ոչ, այդքան չեք տվել։ Դուք տվել եք այդքան եւ դրա տակը 10 այդքան վառոդով լի տակար դրված, պայթունի վրա նստած։ Թե չէ իսկականից թվում է, որ Սերժ Սարգսյանն այնքան ուժ չուներ կամ այնքան խելք չուներ, որ ինչ-որ մի հատ իջևանցուկի զիջեր իշխանությունը, այս ջահել ջուհուլներին, որոնց հիմա խոսում են, տեսնում եք, էլի, ասենք այդ ամբողջ տարածքից ուղեղի զանգվածը որքանն է։ Իսկ ինչ վառոդի տակառ էր դա։ Այն որ չհասկացան, այն որ չֆիքսեցին մեր ուզածը, մեր երազանքը, ինչ ենք վերջապես մենք ուզում։ Մի մարդ է մենակ ֆիքսել դա։ Տեր-Պետրոսյանը, եթե չեմ սխալվում, պատերազմ թե խաղաղություն գործում էր կամ թե չէ իր վերջին ասուլիսում էր, որ ասաց 3000 տարի Արցախում հայ ապրել, մեր խնդիրն է, որ 3000 տարի հետո էլ հայ ապրի։ Մենք ասենք չէ։ Մենք ծովից ծովն ենք ուզում, հա, հələ գոհեղեք, որ Բաքուն չենք ուզում։ Մյուսները չֆիքսեցին, ցույց տվեք Ռոբերտ Քոչարյանի ֆիքսացը, չկա։ Սերժ Սարգսյանի ֆիքսացը ինչ Հայաստան է ուզում։ Ճշմարտությունները ասում են երկուսն էլ։ Նիկոլ Փաշինյանի ֆիքսացը, մինչև պարտվելն այլ կերպ էր վարվում, չնայած հիմա մամուլում սպրտում են, որ հեչել չէ, էլի, մինչև պարտվելն էլ ինքը գիտեր ինչ է լինելու։ Մեր մոտ հոխորտում էր եւ դրսում վերելակների մեջ այլ կերպեր իրեն պահում Ալիևի զրույցներում եւ ուղիղ գծով գնում էինք դեպի այ քաջություն ունենային, ոչ մեկը քաջ չէին այդ վերջին 3-ից, ոչ մեկը, որ ժողովրդին վեր կենային, ասեն ժողովուրդ, ուզում եք եկեք մեզ հրապարակում դրեք կախեք, մենք սա պահել չենք կարողանալու։ Մենք կարողանալու ենք միայն մի դեպքում, եթե դուք ձեր գոտիները մինչև վերջին անցքը սեղմեք։ Ուզում եք դա, թե չեք ուզում։ Թե դրա միջև ինչ-որ բան եք ուզում, եկեք միասին որոշենք։ Չասացին դա, իրանք հստակ իմանալով, թե ինչ վախճան է մեզ սպասվում։ Եվ այդ ամբողջը ջարդեցին Խեղճ Նիկոլի գլխին։ Չնայած այնքան էլ խեղճ չէ, էլի, կամ բացարձակապես խեղճ չէ։ Մենք ազնվության լուրջ դեֆիցիտ ունենք եւ մեր առաջնորդներն ազնվության դեֆիցիտ ունեն։ Խորենացիներ գրում չէ, որ վատ եղավ, երբ որ վատ ղեկավարներ իշխեցին մեզ, չարական ղեկավարներ իշխեցին մեզ, հիմա թուլակամ ու տգետ ղեկավարներ իշխեցին մեզ, եւ հիմա էլ շարունակում են դա, եւ ասում են առաջին դասարանցի երեխան QR կոդով կարող է տեսնել Մեսրոպ Մաշտոցի նկարը, դուք հասկանում եք ինչ անդունդի մեջ ենք մենք։ Ես չգիտեմ ինչ հրաշք պիտի լինի, Աստվածային ինչ կամեցողություն պիտի լինի, որ այս դժոխային վիճակը, որ այս վերջին իշխանությունը ստեղծել է մեր հոգևոր հայրենիքի համար, մենք մի կերպ փրկվենք, իսկ հոգևոր հայրենիքը տանուլ տվածները բացառված է, որ ունենան ֆիզիկական հայրենիք, նյութական հայրենիք, որովհետև ցանկացած նյութական հայրենիք կանգուն է հոգևոր հայրենիքի անկյունակարերի վրա, եթե ոչ, իսկ հիմա որպես թշնամի, որպես ամենաարյունարբուր թշնամի թիրախը սարքել են հենց մեր հոգևոր անկյունակարերը։ Այո, մեր իշխանությունը այսօրվա մեր պետականության եւ մեր ժողովրդի թշնամին է այնքանով, որքանով ոչնչացնում է հենց հոգևոր Հայաստանը։ Ինչը մի կերպ նախորդ իշխողների երախից մի կերպ դուրս էինք բերել։
նախորդ իշխողներն էլ մեր հոգում անհաղորդ մարդիկ էին, գավառում ծնված մեծացած, գիտեմ Բիլբիլօղլու բանով կամ Ալիևներին մի հատ գոնե հերվիս տեսնելու երազանքով այդ երազանքի մեջ մեծացած մարդիկ էին, նրանց նույնիսկ այդքան էլ մեղադրել չի կարելի, իսկ հիմա այո, եթե մենք էլ չմեղադրենք, սերունդները մեղադրելու են այսօրվա իշխանությանը, մենք էլ լռենք, քարերն աղաղակելու են, ինչպես Աստվածաշնչում է ասվում։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Հայրապետյան։ Ձեզ շնորհակալություն։ Factor TV-ում հյուրընկալել ենք Միքայել Հայրապետյանին։